Բարև ձեզ բարեկամներ, ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին, բոլոր նրանց, ովքեր սովորականի պես սպասում են Փակ TV-ի հերթական եթերին։ Այսօր էլ մենք շատ հետաքրքիր հյուր ունենք գեղեցիկ սեռի ներկայացուցիչ մի անձնավորություն, որի հետ կարծում եմ պիտի հետաքրքիր զրույց ունենանք։ Զիտա Խալիտով, Համահայկական ճակատ կուսակցության անդամ, բարև ձեզ։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ այստեղ հյուր գտնվելու համար նորից։ Համահայկական ճակատ կուսակցության, որպես խորհրդի անդամ, որպես եզդի ազգի ներկայացուցիչ։ Դե ամենակարևորը, որ դուք առաջին անգամը չեք մեր տաղավարում, եւ ես կարծում եմ մենք շատ հետաքրքիր պիտի զրույց ունենանք։ Հիշում եք, չէ՞ թիմ ընտրություններից հետո արդեն չնայած բավականին ժամանակ է անցել, բայց դուք շարունակում եք ձեր քաղաքական ուղին նորից համահայկական ճակատ կուսակցության շարքերում։ Ինչու՞։ Այո, համահայկական ճակատ կուսակցության մեջ ներգրավելու համար ես շատ ուշադիր եմ նայել եւ հետեւողական եմ եղել միջև այդտեղ ներգրավել։ Բոլորը զինվորական էին, բոլորը ծառայած, առաջնորդից սկսած միջև շարքային զինվորից դուրս եկած, բոլորը ծառայած, բոլորը հայրենիքի արժեքը իմանալով։ Եվ այդպես որոշել եմ, որ շարունակեմ, այո, մնալ համահայկական ճակատ կուսակցության մեջ, իրանց շարքերում, քանի որ իրանք չեն փախել, ծառայել են Հայաստանի Հանրապետությանը, պաշտպանել են մեզ տարիներ շարունակ։ Դե գիտես, չնայած թիմ ընտրություններից այնքան էլ շատ ժամանակ չի անցել եւ հիշատակեցինք թիմ ընտրությունները, ասացեք այսօր բոլոր այն խոստումները, բոլոր այն, այսպես ասած, սպասելիքները, որ կային հաղթող ուժի կողմից իրականացել է, թե ոչ։ Ոչ, բացարձակ ոչ մի բան չի եղել իրանց խոստվածներից, հակառակը կասեի, ավելի վատ, ավելի դեպի վատն է գնում, երբ որ պտտվում ես Էջմիածնի փողոցներում եւ նայում ես այդ կենտրոնական փողոցները ինչ վիճակում են, ուղղակի որպես մայրաքաղաք, որպես սուրբ քաղաք, դա մեզ վայել չի։ Ոչ մի բան խոստումներից որևիցե մի բան չի արվել։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, ոչ մի բան, ավելի դեպի վատնա գնացել։ Իրանց ընդհանրապես այդ ժամանակ պետք էր, որ իրանք ձայներ հավաքեին։ Բոլորս էլ գեղեցիկ խոստումներով։ Այո, իհարկե, բայց ոչ մի բան չի արվել, բացարձակ։ Քանի որ խոսք գնաց ձեր համայնքի մասին, ուրիշ ինչ հարց կար, որ կուզենայի խոսել։ Կուզենայի բարձրաձայնել մեր գյուղի հետ կապված, որը շատ Որ գյուղի կոնկրետ։ Արշալույս։ Այո։ Խոյ համայնքից նա պատկանում։ Կուզենայի, որ այդ հսկայական գյուղը, այդ մեծ տնտեսություն ունեցող գյուղը, որը որ բաղկացած է 5000 ավել տնտեսությունից, լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում։ Ջրի խնդիր, աղբահանության խնդիրը, անօրինական լիքը տներ են վաճառվում, բանկերը այսօր համագործակցում են հարկադիր կատարողական հիմնարկի հետ եւ այնտեղ լիքը տներ են վաճառվում մեր գյուղում, անօրինական։ Ես շատ կուզենայի, որ այս հարցին ուշադրություն դարձնեն, որովհետև մարդիկ մնում են անտուն եւ վաճառում են շատ կոպեկներով կարելի ասել։ Այդ անօրինական հարցը կուզեի, որ այսօր դա հենց առաջնային լիներ։ Եվ հեռանկարում էլ չկա, այդպես ինչ որ մի լավ բանի սպասելիք։ Չէ, բացարձակ չկա, հիմա նույնը կրկնում են, հիմա նույն ընտրությունների շեմին հիմա որ գնում ենք, նույնը կրկնում են։ Ոնց որ Էջմիածնի ընտրությունների ժամանակ էր, հիմա նույնը կրկնվում է։ Դե դուք որպես եզդիական համայնքի ներկայացուցիչ իհարկե նույնպես կանգնած եք շատ նոր մարդահրավերների առջև
եւ դրանք իսկապես շատ դժվարին այսպես ծրագրեր են, որ պիտի կյանքի կոչեք։ Ինչպես եք դիմանալու, ինչպես եք այդ ամենը փորձելու հաղթահարել։ Արդեն իսկ երբ որ ես մասնակցեցի համայնքական ճակատ կուսակցության շարքերում, արդեն իսկ հալածանքները կային, դե նայելով որպես եզդի ազգի ներկայացուցիչ, կին, մայր, հարս, այդ ամեն ինչը շատ դժվար էր, անգամ իմ երեխաները դրա մեջ չէին տեղավորվում։ Հետո հասկացան, որ այդ հայրենասիրությունը իմ մեջ կա, չեն կարա էդի մարդու հոգու աշխարհի մեջ չեն կարող անել։ Ինչ ձևել ուզում են խոչընդոտներ լինեն, խնդիրներ առաջանան, սա իմ երկիրն է, ինչքան որ կարող եմ պայքարելու եմ։ Դե ես հասկանում եմ, որ իհարկե որպես համայնքի ներկայացուցիչ դուք իսկապես ամեն ինչ փորձում եք անել, որտեղ առաջին անգամը չի, առաջին տարին չի, որ այս պայքարի մեջ եք, բայց ինձ ուրախացնում է, որ լինելով այսպես բազմազավակ մայր, անգամ տատի կարողանում են ժամանակ գտնել եւ տրամադրել այդ պայքարին։ Ես պարզապես ուզում եմ ձեզ ասել դրա համար շնորհակալություն, որտեղ գիտեմ, թե դուք ձեր կուսակցությունը որքան եք այսպես մտահոգված մեր վաղվա օրով։ Այո, վաղարշապատի հետ կապված մի հարց էլ կուզեի բարձրաձայնել։ Վաղարշապատում այդ անօրինական, որ լիքը բաներ է տեղի ունենում, այս վերջերս մի հատ քաղաքապետարանի X աշխատող տատիկ շարունակ այդ մեր տատիկից վերցնում է կանանչիները եւ գումար չի վճարում։ Հետո գալիս է հանում այդ տատիկին, որ ստեղ դուք իրավունք չունեք կանգնած։ Երբ որ ոստիկանության աշխատող։ Ոչ, քաղաքապետարանի X աշխատող։ Քաղաքապետարանի։ Հետո գալիս է, ասում որ տատիկ ասում է, բա գումար է, իրանք էլ լուրջ խնդիրներ ունեն, ընտանեկան վիճակը շատ ծանր։ Սենց թարս նայելով տատիկին ասում է, դե տալիս է սրտանց դուր, ինչ գումարի մասին է խոսքը։ Եվ այսպիսի նմանատիպ լիքը բաներ կարող եմ օրինակներ բերել այսօր, որ կատարվում է մեր Էջմիածնում։ Չէի կասի այդ վայ չինովնիկի անունը։ Այո, իսկ ասել են այստեղ, հետո տատիկին ասել են, որ իրավունք չունեք դուք այստեղ կանգնեք, այո, հարգելիս։ Եթե իրավունք չուներ, դու կարող էիք փաստաթղթերով ներկայանալ եւ ասել տատիկին կամ կողքի մարդկանց, որ սա փողոցային առևտուր է, իրավունք չկա։ Ոչ թե ամիսներ շարունակ գաք տանեք, մի հատ էլ մատներդ վրան թափտակ, ասեք, գիտես, իշկա սրտանց պետք է տաս։ Նմանատիպ անօրինական բաներ շատ է լինում Էջմիածնում։ Շարքային գող, որը քաղաքապետարանում է աշխատում։ Այո։ Բայց հետարքիր է, այ որ եթերից ասեք այդ տականքի անունը, ես կարծում եմ եւ տատիկը գող կմնա եւ մեր ունկնդիրը։ Հուսով եմ, որ չի շարունակվի իմ եթերից հետո, չի շարունակվի։ Ես խնդրում եմ իմացեք, ես եթերից այնուամենայնիվ կներկայացնեմ այդ տականքին։ Հաջորդ անգամ, եթե նման բան կրկրվի, այո, կհրապարակենք իր անունը եւ լուսանկարը, եթե նման բան կրկնվի նորից։ Հիմնական գիտեք, գյուղերում էլ մարդիկ ամանչում են, բարձրաձայն են։ Խնդիրները ամանչում են, բարձրաձայն են, տեսախցիկներից ամանչում են, հավաքվում են, իրանք իրանց դժգոհությունը հայտնում են, ամիս շաբաթներով այսօր խմելու ջրի խնդիր է մեզ մոտ։ Ոչ մի դրական բան ընտրություններից հետո չի եղել։ Ընտրությունները ասեցիք, առջևում մեզ ընտրություններն են սպասում, համապետական, ինչ ակնկալիքներ, սպասելիքներ ունեք դուք անձամբ այդ ընտրություններից։ Ներկա իշխանությունից ոչ մի ակնկալիք չունեմ։ Այսօր նայում եմ կուսակցություններին եւ նայում եմ մեր ժողովրդին, ինչպես որ ծափ տալով բերեցին Նիկոլ Փաշինյանին, այսօր նույն կերպ ծափ տալով բերում են Սամվել Կարապետյանին, մեծարելով։ Ես ուղղակի զարմացած եմ այս ժողովրդի վրա։ Լավ, դուք մի անգամ արեցիք այդ սխալը, ինչի համար եք հիմա նորից երկրորդ անգամ կրկնում։
Ես մեր Հայաստանին իմ որդիները ծառայել են հայոց բանակում, կատարել են իրանց պարտականությունը, ես որպես մայր ուզում եմ մեր երկրին առաջնորդել լինի զինվորական, որ մենք ապահով զգանք մենք մեր երկրում։ Եվ գիտես, ուզում եմ քեզ մի վերջին հարց էլ տալ, ինչ բարեմաղթանքներ ունես այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք գնում են դեպի ընտրություններ, չնայած ասեմ, Քարոզարշավը այդ ուժերից շատերը վաղուց սկսել են։ Այո, խոսքս շարունակեմ, ես կուզեի, որ մեր երկրի ղեկավարը լիներ զինվորական եւ այդ զինվորականին, որը որ տեսնում եմ, ես որպես մայր, որպես կին, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ մեր Հայաստանը հզորանա եւ անվտանգ լինի, ես տեսնում եմ հետախույս գեներալ Արշակ Կարապետյանին, որը որ միակ մարդն է, որ ես իրան տեսնում եմ մեր հայրենիքի, մեր երկրի առաջնորդ։ Այսինքն, պարոն Կարապետյանի հետ հույսեր եք կապում։ Այո, մեծ, վստահում ենք, ամենակարևորը, երբ որ դու վստահում ես։ Իսկ երկար ժամանակ է նրան ճանաչում եք։ Ընտրություններից առաջ միշտ ծանոթ եմ եղել, դե ոնց նայում եք այդքան իր ինքը չի հրապարակվել, չեն լուսանկարել իր նկարները հրապարակել, ինչպես մնացած գեներալներին, զինվորականներին, երբ որ ես մտա համայնքական ճակատ կուսակցության մեջ, անձամբ շփվեցի եւ հասկացա, որ մենք վստահում ենք այդ մարդուն։ Կարեն Դեմիրճյանը մի լավ կարգախոս ունի, վստահիր եւ սպասիր նրանից ինչ որ լուրջ ակնկալիքներ ունեցի։ Այո։ Պես էլ ձեզ եմ մաղթում։ Այո, շնորհակալ եմ շատ եւ կցանկանայի մեր այսօրվա ընտրաշավի բոլոր այդ ներկա իշխանությանը թող մեր Հայաստանը շատ սիրեն, թող չանձնականացնեն այս ընտրությունները, թող աթոռի կռիվ չանեն, այն ժամանակ կտեսնեն, թե ինչքան հզոր է մեր Հայաստանը։ Շնորհակալ եմ, որ եկար, որտեղ մենք քեզ միշտ հաճույքով սպասում ենք։ Ես ասեմ, դու եզդիական համայնքի այն եզակի ներկայացուցիչներից ես, ում մենք այս առիթ ենք ունեցել մոտիկից ճանաչելու եւ գիտեմ, թե իսկապես որքան ես սիրում մեր հայրենիքը։ Պատահական չէ, որ անդադ կրկնում ես մեր Հայաստանը, իսկապես Հայաստանը բոլորինս է եւ մենք պարտավոր ենք այն այս իրավիճակից դուրս բերել։ Այո, ես շատ սիրում եմ, որովհետև սա իմ երկիրն է, իմ տունն է, իմ երկիրն է։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր հյուրընկալել էինք համայնքական ճակատ կուսակցության խորհրդի անդամ Զիտա Խարիտովային, ով միշտ մեզ հետ բաց է, թափանցիկ եւ անկեղծ մինչեւ վերջ։ Այնպես որ սպասեք նրան առաջիկայում նույնպես։ Այսօր այսքանը, ցտեսություն։